Ողջույն, Ռեոփնի տաղավարում այսօր զրուցելու եմ իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանի հետ։ Տաթևիկ, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տաթևիկ, Արսեն Ղուկասյանին, որը անհետ կորածի հարազատ է, դատարանը կալանավորեց 1 ամսով։ Որքանով հայտնի է, սա հաջորդում է Պաշտպանության նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպին, խոսքը անհետ կորածների հարազատների և ռազմական ոստիկանության միջև տեղի ունեցած բախման մասին է, որից հետո մեղադրանք առաջադրվեց, բայց ոչ միայն Արսեն Ղուկասյանին, նաև Աբիջան Սարգսյանին։ Ինչ մեղադրանքի մասին է խոսքը, խնդրում եմ ամենայն մանրամասնությամբ ներկայացնես և կան հիմքերը այդ մեղադրանքների։ Ուրեմն հիմքեր բնականաբար առկա չեն, այստեղ գործ ունենք հերթական ուռճացված առնվազն մեղադրանքի հետ։ Քրեական վարույթ նախաձեռնվել է 2 հոդվածով, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը և պաշտոնական ծառայությանը խոչընդոտելու հոդվածներով։ Այս պարագայում միայն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել է Արսեն Ղուկասյանի նկատմամբ, այլ մեղադրյալներ թեև առկա են, նրանց նկատմամբ չի ներառվել, բայց ըստ էության այնտեղ պետք է նկատի ունենալ, որ միջադեպը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից և այնտեղ նաև ըստ անհետ կորած անձանց ծնողների այդ քաշքշուկը հրահրվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։ Մենք տեսնում ենք, որ մինչև այս պահը ես զերծ եմ մնացել դեպքի մանրամասները, քաշքշուկի սկիզբ, գործողություններ, ինչ է նետվել, ինչ չի արվել, ուղղակի արձանագրել եմ, որ իմ վստահորդի կողմից որևէ մեկին հարված չի հասցվել, բայց քիչ առաջ նաև տեղեկացանք, որ ըստ էության արտահոսեց նախաքննական գաղտնիքը իշխանական լրատվամիջոցների կողմից ու այն ամենաառանցքային կադրը, որ այսինքն ըստ էության դեպքի վերջն է միայն, ներկայացվեց հանրությանը առանց սկզբնական մասի ներկայացման, թե ի վերջո ինչից է հրահրվել այդ քաշքշուկը։ Մենք այդ հարցը բարձրաձայնեցինք և կալանավորման ժամանակ և նաև այս հիմքով։ Ըստ էության դա է և այստեղ մի կարևոր հանգամանք եմ ուզում ասեմ, ինչի հենց Արսեն Ղուկասյանը ու ինչի կալանավորվեց։ Շատ բաց տեքստով գրված է եղել քննիչի միջնորդության մեջ, որ ընտրվել է Արսեն Ղուկասյան թիրախը, քանի որ նա ունի հեղինակություն անհետ կորած անձանց հարազատների շրջանում, բազմաթիվ ակցիաներ է կազմակերպում և ինչպես իրենք են նշում, ազատության մեջ մնալով կարող է էլի նմանատիպ ակցիաներ կազմակերպել։ Այսինքն անթաքույց ասել են, որ խնդիրը Արսեն Ղուկասյան անձն է, որպես նրա ակտիվությունը անհետ կորածների հարցով բարձրաձայնելու ու սրանով պարզապես մեկուսացնում են, փորձում են լռեցնել մի ձայն, որպեսզի դա, այսպես ասած, խրատ լինի նաև մյուս հարազատներին։ Այսինքն ուզում եք ասեք, դրա համար Աբիջան Սարգսյանը ազատ արձակվեց, չէ՞, փաստորեն, որքանով տեղյակ եմ։ Ես ծանոթ չեմ հիմնավորումներին խափանման միջոցի ընտրման Աբիջան Սարգսյանի մասով և այնտեղ էլ ես ներգրաված չեմ եղել որպես պաշտպան, ես ներգրաված եմ եղել բացառապես Արսեն Ղուկասյանի պաշտպանության գործում և ծանոթացել եմ իր մեղադրանքներին, կարծում եմ, որ այդ ղեկավար դիրքի մասին ձևակերպումները, հեղինակություն վայելելու մասին ձևակերպումները արդեն իսկ խոսուն են։ Եվ մանրամասն ինչ գործողությունների մասին է խոսքը, օրինակ ասում են շշեր են նետել, չգիտեմ, այդպիսի։ Ես կարող եմ ասել, որ Արսեն Ղուկասյանի կողմից որևէ շիշ չի նետվել։ Ես կարող եմ պնդել սահմանափակված լինել նախաքննության գաղտնիքով, որովհետև իրենց կողմից արդեն բազմիցս հասկացել ենք, որ եթե վարույթն իրականացնող մարմինն այս տեղեկությունները հանրությանը միակողմանի հրամցնում, ապա իրենց կարելի է, իսկ պաշտպանական կողմին չի կարելի որոշակի սահմանափակումներով։ Ես կարող եմ միայն հերքող ձևակերպումներով տալ այս ձևակերպումը։ Միջադեպի սկսվելու պահի դրությամբ Արսեն Ղուկասյանը այնտեղ չի եղել, Արսեն Ղուկասյանի գործողությունները, այսինքն նա նախաձեռնող խուլիգանության չէր կարող լինել համարվել, որևէ մեկի կողմից, որևէ Արսեն Ղուկասյանի կողմից որևէ առարկա չի նետվել, որևէ մեկին հարված չի հասցվել։ Եվ այդպիսի տվյալներ առկա չեն։
Այդ տեսագրությունում պատկերված գործողությունները մեկնաբանեք ինչպես կարաք, արդեն իշխանական լրատվամիջոցները իր անձնական օգտագործման ձեռնափայտը վերավորակել են, դարձրել են, ուռճացրել են որպես էլ մետաղական ձող, էլ մահակ, փորձելով ինչ-որ հանրային վտանգավորություն հաղորդել են մարդուն, ով որ 5 տարի շարունակ նույն հարցով հարցադրումները, անհարմար հարցադրումները ուղղում իրավասու մարմիններին։ Ու բնականաբար, ինչպես նշեցի, այդ մրջունից փիղ սարքելու տրամաբանությամբ փորձում են ներկայացնել մարդկանց, նաև հեղինակազրկեր ներկայացնելով որպես խուլիգաններ։ Բայց պատճառը միայն հենց այդ միջադեպն էր իրենք համարում, կոնկրետ սեպտեմբերի 29-ի միջադեպը։ Այո։ Եվ ապացույցներ, բայց չկան, փաստորեն, ինչպես հասկանում ձեր խոսքից։ Ես ապացույցները արդեն ասեցի, այն ինչը որ արտահոսել է մեղավորության ապացույցները նկատում եմ։ Մեղավորության դաշտ ըստ էության կարող եմ ասել, որ ամենաառանցքային ապացույցը արդեն իսկ արտահոսել է, թող արդեն դա հանրությունը նայի, դիտի, ասի, արդյոք դա ամենահանրորեն վտանգավոր արարքն է, որ կարելի է Հայաստանի Հանրապետությունում անել եւ դրա համար արժանանալ կալանքը այս դեպքում որպես պատժի։ Մեր մոտ արդեն մեր երկրում դադարել է կալանքը կիրառվել որպես խափանման միջոց։ Ես ձեզ ասում եմ, մարդը, ով 5 տարի է, այստեղ ունի առաքելություն ու այդ ապացուցված առաքելություն պարզելու ճշմարտությունը անհետ կորածների հարցում, ում մտքով չի կարող երբեք անցնել լինել այլտեղ, քան այնտեղ, ուր կարող են փնտրել ճշմարտությունը, ասում են, որ կարող է փախչել, որովհետև կարող է վախենա պատժի սպառնալիքից։ Ասում եմ, ավելի մեծ սպառնալիք այս մարդկանց համար, քան ի վերջո չբացահայտել ճշմարտությունը, չի կարող լինել, ինչ ազատազրկման մասին է խոսքը։ Ու այսպիսի շինծու հիմքեր ստեղծելով կալանավորման մասին տանում են բանտերում են նստացնում, հույս ունենալով, որ այդ ձայնը կլռեցվի, այդ ձայնը չի լռելու, այդ հարցերը մնալու են ու այդ հարցադրում կատարողները շարունակելու են լինել։ Ի սկզբանե հայտնի է, որ գործը պետք է քննվեր Աջափնյակի դատարանի ուրեմն նստավայրում, բայց հետո հանկարծակի որոշեցին մակագրել գործը Մասիս Մերքոնյանին դատավոր, այսինքն Ավանի Առաջինատյանի դատարան։ Այս առումով ինչ է հայտնի, ինչու այսպիսի որոշում կայացվեց։ Դե մեր համար էլ է տարօրինակ եւ այդ հիմքով նաեւ նիստի ընթացքում ներկայացրել ենք ինքնաբացարկի միջնորդություն, որովհետև շատ ուղիղ կերպով քննիչի կողմից հաղորդվել է, որ հաշվի առնելով, որ 3 հոկտեմբերի 6-ին հերթապահող դատարան է եղել Աջափնյակ 1 նստավայրը, Արսեն Ղուկասյանին ուղարկել են Աջափնյակ 1 նստավայր եւ իրանից հետո ուղևորվել է նաեւ քննիչը միջնորդությունը ներկայացնելու, հետո բայց երևի մտածել են, որ չէ, կարող է Աջափնյակ 1-ում ըստ իրենց քիմքին հաճելի որոշում չլինի, պատճառաբանելով, որ այ մի հատ էլ վարույթային գործողություն կա, հետ բերենք, նոր կտանենք եւ նոր մակագրումը կիրականացվի, հետ են բերել Արսեն Ղուկասյանին, զննել են այդ թվում նաեւ այն տեսագրությունը, որը արտահոսել է արդեն իսկ զննված ապացույցեր, բայց մի հատ էլ որոշել են Արսեն Ղուկասյանի մասնակցությամբ զննել ու այդ պատճառաբանությամբ հետ բերելով արդեն մակագրել են գործը Մասիս Մելքոնյանին։ Երբ որ այս ամեն ինչը հիմնավորեցինք, մեզ բերեց դատավորը հիմնավորում, որ արկա է բարձրագույն դատական խորհրդի ներքին աշխատակարգային որոշում, որով իբրև այսինքն սահմանափակված չեն մակագրելու միայն հերթապահ դատարանին եւ կարող են ներգրավել Ղևոն քաղաքի 20 այլ դատավորների ցանկացած մեկին, բայց այս դեպքում ողջամիտ հարց է առաջանում։ Այդ դեպքում որն է նպատակը, որն է տրամաբանությունը, սահմանել հերթապահ դատարաններ եւ եթե արկա է եղել արդեն հիմնական դատարան, արդյոք չպետք է գոնե հիմնավորում ներկայացնել, որ օրինակ այդ դատարանի բոլոր դատավորները այդ պահին ծանրաբեռնված են եղել կամ այլ գործեր են ունեցել ու միայն այդ պարագայում է անհրաժեշտություն առաջացել այլ դատավորի մակագրել։ Այս պարագայում կարծում եմ, որ հիմքերը ավելի կան խոսուն են, որ մակագրման process-ը անկախ չի տեղի ունեցել։ Հիմա ինչպես է գնահատում դատարանի որոշումը հաշվի առնելով Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը, եթե չեմ սխալվում, միջադեպի ժամանակ նույնիսկ շտապ օգնության կարիք է եղել, այս առումով ինչ որ հայցեր ներկայացվել են կամ ինչ փուլում է սա։ Իհարկե, դա
վերին աստիճանի ապօրինություններ այն ինչը որ ներկայացրեցինք, այն ինչը որ ստացանք այդ որոշումը, որովհետև ներկայացվել են մի շարք, ոչ թե մեկ, այլ տասնյակ փաստաթղթեր հավաստող Արսեն Ղուկասյանի ծանր հիվանդությունները, սրտի իշեմիկ քրոնիկ հիվանդությունները, որի հիմքով նաև Արսեն Ղուկասյանը ունի առավել հայտնի այսպես հաշմանդամության կարգ, հիմիկվա տերմինաբանությամբ ֆունկցիոնալությունը սահմանափակող որոշում, ըստ որի ծանր սահմանափակման ներքո է իր ֆունկցիոնալությունը եւ որը պայմանավորված է քրոնիկ հիվանդությունների բերումով։ Ու նաեւ նա 3 արձանագրվել է 2 անգամ ինքնազգացողությունը վատացել է Արսեն Ղուկասյանի, 2 անգամ արձանագրվել է բարձր զարկերակային ճնշում, բժշկի կողմից ցուցում է տրվել, որ անհրաժեշտ է Արսեն Ղուկասյանին տեղափոխել ամբուլատոր պայմաններում հետազոտություն անցկացնելու սրտի եւ սրտի աշխատանքը ապահովող սարքի վիճակը, սարքինությունը հավաստելու վերաբերյալ, բայց այդ ցուցումը առ այսօր այս պահը չի բավարարվել։ Մենք իհարկե համապատասխան փաստաթղթերը հենց առաջին իսկ պահից ուղղատրվել են քննիչներին, որոնք ուղղակի անտեսվել են, դրվել են գործինյութերում, կարծես հերթական, չգիտեմ, բնութագրող տվյալն էին անձի վարքագծի, դրվել են գործինյութերում, դատարանի կողմից ըստ էության դեռևս որոշումը չենք ստացել, բայց կարծում ենք, որ հաշվի չեն առնվել երևի թե այն պատճառաբանությամբ, որ դատարանը իրավասու չէր համեմատել այդ որոշումները ու նաև արդեն հիմա ներկայացնել ենք եւ համապատասխան բուժ հիմնարկին, որը ծառայություն է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, հավաստելու, որ այս մարդն ունի ուղղակիորեն օրենքով սահմանված այն հիվանդությունների ցանկից, որոնք բացառում են առհասարակ կալանքի տակ գտնվելը։ Ու այս պարագայում ես շեշտեցի, որ անտեսելով ու շարունակելով կալանքը կիրառել այդ մարդուն այդ սրտի հիվանդություններով ամեն անգամ բարձացնել, իջացնել այդ դատարանի 3 հարկը քննչական կոմիտեներին, մարդուն խոշտանգում էին փաստացի խոշտանգում էին, որովհետև իր սրտին, իր հենաշարժողական համակարգի խնդիրներով ունեցող մարդուն այդքան տարուբերել ուղղակի խոշտանգում է։ Այդ մարդը, երբ որ իրենց տանը վերելակը չի աշխատում, իր բնակության մայրում, ինքը մնում է իր մեքենայում կամ դրսում այնքան, մինչև վերելակը աշխատի, որովհետև ունակ չի աստիճաններով բարձրանալ։ Ու այս պարագայում ոստիկանների վերաբերմունքը պետքա տանենք այս կողմ, տանենք այն կողմ, դա ուղղակի խոշտանգում է այս մարդու նկատմամբ։ Հիմա այսինքն բողոքարկման փուլում է, հարցը պաշտպանական կողմը բողոքարկել է դատարանի որոշումը։ Դեռևս չենք ստացել որոշումը, որպեսզի դատական կարգով բողոքարկենք, բայց փաստաթղթերը ներկայացվել են համապատասխան մարմիններին, նաև շուտով կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին եւ բոլոր այն իրավասու մարմիններին, ովքեր ունակ կլինեն այս խափանման միջոցի փոփոխության հարցը քննարկել, այդ թվում նաև դատախազությանը։ Լաթևիկ անհետ կորածների հարազատները պարբերաբար ակցիաներ են կազմակերպում, որոնցից մեկն էլ հենց սեպտեմբերի 29-ին կազմակերպվածն էր Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Այդ օրվա պահանջը ո՞րն էր, եթե չեմ սխալվում, նրանք հանդիպում էին պահանջում։ Մի քիչ ճշգրտեմ, ոչ թե պահանջում էին, այլ եկել էին այդ հսկակ ակնկալիքով եւ պայմանավորվածությամբ, որ այդ ակցիան պետքա տեղի ունենա։ Ակցիայի սկիզբը որպես այդպեսին պետքա համարել սեպտեմբերի 27-ը, 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, երբ մարդիկ եկել էին իրենց պահանջով, որ ցանկանում են հանդիպել գլխավոր շտաբի պետի հետ եւ այն պաշտոնյաների հետ, ովքեր ժամանակին Արցախի պաշտպանության բանակում եւ գլխավոր շտաբում զբաղեցրել են բարձր պաշտոններ եւ այժմ Կամո Վարդանյանի մասին է։ Կամո Վարդանյանի մասն է այդ թվում։ Իրենց տրվել է ամսի 27-ին հավաստում, որ այդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը ամսի 29-ին։ Ամսի 29-ին ծնողները հավաքվել են ժամը 12-ից սկսած, ակնկալելով, որ այդ հանդիպումը տեղի կունենա։ Հանդիպման ձգձգվել է, մերժվել է հանդիպումը եւ այս մարդիկ 5.5 ժամ միջադեպ տեղի ունեցել 17:30-ի սահմաններում, անց են կացրել, այսպես ասած, պաշտպանության նախարարության պատերի տակ։ Եվ այդ միջադեպը, երբ որ հասկացել են, որ արդեն աշխատանքային ժամը ավարտվում է եւ այդ ակցիան, այսինքն տեղի հսկիչ անցագրային կետի
դիմաց կանգնած լինելով այդ ակցիան իրականացրել են 17:30-ից այդ թվում երբ որ փակել են մուտքերը պահանջելով հանդիպում։ Ընդ որում հանդիպումը տեղի է ունեցել, այսինքն այդ պահանջներից հետո եւ այն պատճառաբանությամբ կարծես թե գլխավոր շտաբի պետ ասա ես տեղյակ չեմ, որ նախկինում դուք ուզել եք հանդիպել։ Ինչպես կարող է տեղյակ չլինել կամ այդ մարդկանց ժամեր շարունակ թողել են փողոցներում, ի վերջո այդ ակցիան իր արդյունքը տվել է եւ այդ մարդիկ ունեցել են այդ հանդիպումը, որից հետո սովորական գնացել են իրենց տներով, չմտածելով, որ այդ միջադեպը, այդ քաշքշուկը, որը ի դեպ էլի եմ ասում, հրահրված է եղել ռազմական ոստիկանների կողմից ըստ ծնողների, կարող է նման հանգուցալուծում ունենալ։ Այսինքն նախարարության կողմից պարզաբանումը հանդիպման վերաբերյալ կոնկրետ այն էր, որ գլխավոր շտաբի պետը տեղյակ չի եղել այդ հանդիպման մասին, որ պիտի լինի։ Որովհետև եթե չեմ սխալվում, ասել էին, որ հանդիպումը կլինի, բայց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ, ընդ որում 3 ծնողի հետ եւ ոչ թե 30։ Որը ըստ էության խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը, որովհետև ամսի 27-ին իրենք հավաստում են ստացել, որ կունենան իրենց ուզեցած ծնողների քանակով ուզեցած պաշտոնյայի հետ հանդիպումը երկուշաբթի օրը, երկուշաբթի եկել են եւ իրանց առաջարկվել է այլ պայման, այսինքն հանդիպել Արման Սարգսյանի հետ եւ 3 հոգու կազմով, ինչը էլի բանակցվել է եւ որոշել են, որ ընդ որում բոլոր ծնողները, ովքեր այդ պահին այնտեղ ներկա են եղել եւ ցանկություն են ունեցել հանդիպմանը ներկա գտնվելու, հանդիպել են գշպետ Էդվարդ Ասրյանի հետ։ Այդ հանդիպման ժամանակ Էդվարդ Ասրյանը ծնողներին տեղյակ պահել, որ ինքը տեղյակ չէր, որ ամսի 27-ին են իրանք եկել եւ պահանջել հանդիպում։ Շատ լավ։ Նաև խոսենք ԱԱԾ նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի մասին, հանդիպում եղել է անհետ կորածների հարազատների եւ նրա հետ եւ ինչ որ աշխատանքներ սկսվել է։ Ես տեղյակ եմ, որ ծնողները փորձել են հանդիպում ունենալ իր Բաքու կատարած այցից հետո, բայց տեղեկություններ չունեմ այդ հանդիպումը կայացել է, թե չի կայացել։ Փորձել են, ինչքան գիտեմ, խոստում ստացել են, որ հանդիպում կլինի, բայց հանդիպման վերաբերյալ տվյալներ չունեմ։ Եվ առաջիկա անելիքների մասին նաև խոսենք, անհետ կորածների հարազատների համայնքը ինչ է պատրաստվում անել ակցիաներ է շարունակելու, նաև գուցե ի պաշտպանություն Արսեն Ղուկասյանի արդեն։ Այդ ակցիաները արդեն սկսել են տեղի ունենալ, այսօր իմ տեղեկություններով հավաքվել էին գլխավոր դատախազության մոտ, բնականաբար համայնքը վճռական է, այս դեպքում եթե իրենք պայմանական ասած մի ուղղություն ունեին պայքարելու հանուն ճշմարտության իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցում, հիմա արդեն այսպես երկրորդ ճակատն է բացվել պայքարելու արդարության համար իրենց իրավունքների պաշտպանության, այս հետապնդումներից օրենքով չնախատեսված այս ակցիաների իրենց կամքը արտահայտելու ակցիաների սահմանափակման դեմ պետք է պայքարեն։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրը իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանն էր։